Որքան կարելի է դիմանալ այսքան անարդարությանն ու ստորացումներին։ Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում Աննան հոգեպես կոտրված է, խորը հոգեկան տառապանքների մեջ։ Կեսգիշերին իր կյանքի 3 ամենակարևոր տղամարդիկ գալիս են ու բառացիորեն հողին հավասարեցնում նրան, իսկ հետո հեռանում, թողնելով նրան մենակ իր լռության, ցավի հետ։ Նախ Սոսն է գալիս, պահանջելով հավաքել ճամպրուկը եւ հեռանալ իր հետ։ Աննան նրան չի հասկանում։ Կարծես նա իսկապես մտածում է, թե Աննան նման բան կանի, կթողնի ամեն ինչ եւ կփախչի իր հետ։ Աննան փորձում է բացատրել, որ այս ամենը իմաստ չունի, բայց Սոսը չի լսում։ Նա իրեն պահում է այնպես, ասես իրենց միջև վաղուց ինչ-որ բան կա։ Համբուրում է նրան առանց Աննայի համաձայնության, առանց հաշվի առնելու նրա զգացմունքները։ Եթե Սոսի զգացմունքները իսկապես անկեղծ էին, եթե նրա գործողությունները բխում էին միայն սիրուց, ապա նա գոնե մի խոսք կասեր, երբ ներս մտավ Հենրիին։ Նա կբացատրել, որ նախաձեռնությունը հենց իրենն է եղել, որ Աննան ոչ մի մեղք չունի, բայց ոչ, Սոսը լռեց։ Լռեց գիտակցելով, որ այդ լռությամբ Աննային դատապարտում է։ Այդ պահից Աննան հասկանում է, որ իր կյանքում ոչ մի տղամարդ ազնիվ չի եղել նրա հետ, ոչ Միքայելը, ոչ Սոսը, ոչ Հենրին։ Բոլորը տարբեր ձևերով, բայց նույն բանն են արել՝ օգտագործել, կասկածել, վիրավորել ու թողել։ Հենց այդ պատճառով էլ Աննան ավելի է համոզվում, որ եթե Սոսի հետ փախչեր, դա կլիներ ամենամեծ սխալը։ Այս ամենն արդեն այնքան է խճճվել, որ հնարավոր չէ տարբերել, թե ով է ճիշտ, ով մեղավոր։ Մի բան սակայն անվիճելի է։ Այս պատմության միակ անմեղ մարդը Աննան է։ Նա, ով պարզապես սիրել է, հավատացել է, սպասել է ու դիմացել։ Իսկ Հենրին ցավոք ապացուցեց, որ պտուղը հեռու չի ընկել ծառից։ Նա իր հոր Միքայելի նման է, նույնքան ցինիկ, նույնքան կոշտ ու անողոք։ Նրա խոսքերը մոր հանդեպ սառը, դաժան ու աններելի։ Նա մոռացավ, թե ով է իրեն մեծացրել, ով է միշտ պաշտպանել։ Հենրին արժանի չէր Աննայի այդ սրտացավությանը։ Եվ նույն կերպ էլ Հենրին արժանի չէ Անգելինայի ներողմատությանը։ Այդ լռությամբ նա ոչ միայն դավաճանում է մորը, այլ նաև կորցնում է իր երբեմի սերը։ Աննան ու Անգելինան այս պատմության երկու խաչված ճակատագրերն են։ Երկուքին, ովքեր տառապում են նույն մարդկանց պատճառով։ Գուցե իսկապես ժամանակն է, որ նրանք լքեն այս մարդկանց կյանքը, թողնեն այդ ստախոսների աշխարհն ու սկսեն ամեն ինչ զրոյից։ Գուցե դա է միակ փրկությունը։ Բայց դա ընդհանրապես մեր ցանկությունն է։ Իրականությունը միշտ ավելի դաժան է։ Ու իրականությունը այն է, որ Աննան այլևս ուժ չունի։ Նա հոգնել է ապացուցելու իր անմեղությունը, հոգնել է մեղադրանքներից, կեղծ բարոյականությունից ու անարդարությունից։ Եվ հենց այդ հոգնածությունը նրան մղում է դեպի ամենածանր որոշումը։ Երբ բոլորը քեզ մեղադրում են իրենց դժբախտության մեջ, մի պահ սկսում ես հավատալ, որ միգուցե իրոք մեղավոր ես։ Ահա այդ պահին Աննան մտածում է վերջ տալ այս ամենին։ Թերևս եթե ինքը չլինի, բոլորն էլ հանգստություն կգտնեն։ Աննան ինքնասպանության փորձ է անում։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աննան կմահանա եւ այսքանով վերջ կդրվի նրա ապրումներին։ Գրեք մեկնաբանություն։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակեմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք, բայլով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը
չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամենից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ ընդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ եի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскасвеш. Ոնց կարան դու նежно душа ունենաս, ստերվամ։ Всегда быстервым։ Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենասպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լեովը գա, որ խաղանք։